Գոյամարտ սերիալում զարգացումները հասել են իսկական պայթյունավտանգ կետի, որտեղ միաժամանակ մի քանի սյուժետային գծեր խաչվում են ու ստեղծում ծայրահեղ լարված մթնոլորտ։ Ավոյի գիծն այս պահին ամենամութ ու ամենավտանգավորներից է։ Նա վերջապես հասնում է իր նպատակին, հանդիպում է Էռնային, բայց այդ հանդիպումը չի լինում պարզ ու բաց, ըստ հրապարակված կադրերի, ամեն ինչ հուշում է, որ Էռնան գտնվում է նրա վերահսկողության տակ և շատ հավանական է նույնիսկ դեղերի ազդեցության տակ։ Սա Ավոյի կերպարը տեղափոխում է լրիվ այլ մակարդակ։ Եթե մինչ այս այն դիտվում էր որպես խորամանկ խաղացող, ապա հիմա արդեն ակնհայտ է, նա պատրաստ է նաև հոգեբանական և ֆիզիկական վերահսկողության քայլերի։ Սա նշանակում է, որ Ավոն ոչ միայն պայքարում է Հունանի դեմ, այլ նաև ստեղծում է իր սեփական խաղի կանոնները, որտեղ մարդը կարող է վերածվել պարզապես միջոցի։ Էռնայի վիճակն այստեղ դառնում է ամենացավոտ հարցերից մեկը։ Նա, ով արդեն անցել է ծանր հոգեբանական փուլերով, հիմա հայտնվում է մի իրավիճակում, որտեղ կարող է ամբողջությամբ կորցնել վերահսկողությունն իր կյանքի վրա։ Եթե հաստատվի, որ նա իսկապես պահվում է նման պայմաններում, ապա սա կարող է դառնալ սերիալի ամենամութ գծերից մեկը։ Միևնույն ժամանակ, սերիալի մյուս առանցքում սկսվում է նոր բախում։ Լեոն տեսնում է, թե ինչպես է Մանան իջնում Գրիշոյի մեքենայից։ Սա նրա համար ոչ թե պարզապես տեսարան է, այլ հարված ինքնասիրությանը, վստահությանը և զգացմունքներին։ Լեոն, ով արդեն ծանր վիճակում էր, չի կարողանում զսպել իրեն։ Նրա ներսում կուտակված զայրույթը վերջապես դուրս է գալիս։ Նա զանգահարում է Գրիշոյին, և նրանք պայմանավորվում են հանդիպել լքված վայրում։ Սա շատ հստակ նշան է, որ բախումն անխուսափելի է։ Այս հանդիպումը կարող է դառնալ սերիալի ամենավտանգավոր պահերից մեկը՝ երկու ուժեղ, հպարտ ու վիրավորված տղամարդիկ դեմ առ դեմ։ Այստեղ արդեն խոսքը ոչ թե պարզապես խոսակցության մասին է, այլ հնարավոր է նոր բռնության, նոր ողբերգության։ Մանանի դերն այս իրավիճակում նույնպես շատ կարևոր է։ Նա հայտնվում է այս բախման կենտրոնում առանց ցանկանալու։ Նրա ընտրությունը, նրա լռությունը, նրա քայլերը կարող են որոշել, թե ինչ ուղղությամբ կգնա այս հակամարտությունը։ Մյուս շատ կարևոր զարգացումը կապված է Դավիթի և Ավոյի հանդիպման հետ։ Ավոն գալիս է հիվանդանոց, և սա պատահական այց չէ։ Դավիթը զգում է, որ այս մարդն իրեն ծանոթ է, և երբ ճշմարտությունը բացահայտվում է, որ Ավոն իր հորեղբայրն է, իրավիճակը դառնում է շատ ավելի բարդ։ Դավիթը հիշում է անցյալը։ Հիշում է այն գիշերը, երբ Ավոն ասել էր, որ Ռաֆն այլևս չկա։ Սա հիշողություն է, որը ցավոտ է, ծանր և որի անմիջապես ազդեցությունը զգում են բոլորը։ Նա չի կարող պարզապես ընդունել Ավոյին։ Նրա համար Ավոն ոչ միայն հարազատ է, այլ նաև անցյալի մի մաս, որը լի է ցավով ու շատ հարցերով։ Այս հարաբերությունը կարող է դառնալ շատ հետաքրքիր գիծ՝ ընդունում, թե մերժում, վստահություն, թե կասկած, և վերջապես Վովայի գիծը։ Սա այն հատվածն է, որը կարող է ամբողջությամբ փոխել սյուժեի ուղղությունը։ Վովան վստահաբար լսում է, թե ինչպես է իր մայրը և ընկերուհին խոսում ինչ-որ եղբոր մասին։ Սա արդեն լուրջ ազդանշան է, որ նրա կյանքում ինչ-որ բան թաքնված է։ Մինչ այս նա չէր ցանկանում իմանալ իր անցյալի մասին, բայց հիմա իրավիճակը հավանաբար կփոխվի։ Հարցը դառնում է՝ կցանկանա նա արդյոք իմանալ վերջապես ճշմարտությունը։ Եթե այո, ապա սա կարող է բացել ամբողջ պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ նրա իրական ինքնությունը, ընտանիքի կապը, Դավիթի, Լեոյի և Մանանի հետ արյունակցական կապը, և ամեն ինչ կարող է ջրերես դուրս գալ, և այդ պահից հետո այլևս ոչինչ նույնը չի լինի։ Այս ամենը միասին Գոյամարտը դարձնում են իրական դրամատիկ թրիլեր, որտեղ մարդիկ կորցնում են վերահսկողությունը, գաղտնիքները բացահայտվում են, իսկ բախումները դառնում են անխուսափելի։ Առաջիկա սերիաները խոստանում են պատասխանել ամենակարևոր հարցերին՝ ինչ կլինի Էռնայի հետ, կավարտվի արդյոք Լեոյի և Գրիշոյի հանդիպումը ողբերգությամբ, կընդունի Դավիթն Ավոյին, և արդյոք Վովան կբացի իր կյանքի ամենամեծ գաղտնիքը։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր սերիա կարող է փոխել ամեն ինչ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների,
հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում վերջապես Վովան կցանկանա իմանալ ճշմարտությունը, իմանալ, որ իրեն ոչ թե լքել են, այլ իր հորը սպանել են հենց իր պատճառով, երբ նա գնացել էր, որպեսզի մասնակցեր այդ մարտին ու ողջ գումարը տաներ Մոսկվա, որպեսզի որդուն կարողանար բուժման։ Արդյոք նա կիմանա, որ պապն այս տարիների ընթացքում փնտրել ու չի կարողացել գտնել իր թոռանը ու սպասում է, որ որևէ տեղեկատվություն կհայտնվի։ Իսկ Ավոն ծախսել է այն գումարները, որը պետք է ծախսվեր երեխայի բուժման կարիքների համար։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքներն ու բաժանորդագրվեք, որպեսզի լինեք տեղեկացված։